Ասել եք, հայտարարել եք, հողերը շփշփալով գալու եք տալու։ Տալիս եք, ստացվում է, թե խանգարով։ Շփշփալով ստորագրում ենք, ուրեմն մարդկանց ենք հատուկ ընդգրկել, որպեսզի հսկայական կուտակված է, ուրեմն արդեն սկսված է, իրոք գնում է գործընթացը առաջ։ Եվ գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, գրություն ենք ուղարկել ֆրակցիաներին, ազգային ժողովի, որ ես ասում էի, Գյումրու քաղաքապետարանի քաղաքապետի որոշումները պտտվում է 3 տեղ։ Ցավոք սրտի 12 տեղ է պտտվում։ Հիմա նայում ենք 12 տեղ է պտտվում։ Ինձանից հետո ավելի են ավելացրել։ Ուրեմն հիմա պետք է մինչև այդ սկզբունքը, ուրեմն իրենք չթեթևացնեն այդ թղթավարությունները։ Այսինքն պատկերացրեք, քաղաքի հատակագիծը կա, որը մասնագետների կողմից հաստատվել է։ Հետո բացի դրանից այդ մասնագետների ուրեմն հաստատվածը նորից պետք է ինչ-որ նախարարությունները հաստատեն։ Սա աբսուրդ է։ Սա անհասկանալի հակասահմանադրական ինչ-որ մի որոշում է։ Բայց հիմա մենք այդ սկզբունքով աշխատում ենք, շատ դժվարությամբ ենք աշխատում, իրոք օրենքը մեզ թույլ չի տալիս, որ աշխատենք։ Հետո ասեմ, որ Գյումրու նկատմամբ ավելի ամենախիստ պայմանները ուրեմն Գյումրու նկատմամբ է արված։ Մնացած քաղաքները այդպես չեն, ասեմ ձեզ, Գյումրին այսպես Ձերանձով եք պայմանավորվում։ Քո անձով եմ պայմանավորվում։ Ես եկել ստանձնել եմ այդպես, տղա ջան։ Ես եկել տեսել եմ այդպես։ Նախ ինչ որ եղել է 2009 թվականից իմ վերջի որ ես դուրս էի գալիս այդ ժամանակ արվեց, դրանից հետո շարունակական էլի են ավելացրել։ Հիմա մենք աշխատում ենք այդ պայմաններում, գրությունը ուղարկել ենք, հավանական է դիմացներ պետք է անպայման ֆրակցիաների հանդիպում կազմակերպել։ Պարոն Ղուկասյան, սա բերդներ են անցնելու, Ես անհատական ասում էին, որ ըստեյության անօրինական է ձեռք բերել նախկին քաղաքը։ Գիտեք մի բան ասեմ։ Ես մի բան եմ ձեզ ասում։ Ես Բանասանյան Սամվելին չեմ հաշվում, բայց Սև Բերդը ինքը սարքել է։ Գիտեք ինչ կա, ինձ նոր ճիշտ է, պետք է ճիշտ է ասես։ Ինքը Սև Բերդը այդ ավիրվածությունը ինքը սարքել է։ Ուղղակի այդտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է։ Ինքը գնել է անհատից, մասնավորից, անհատից ինքը գնել է, ես դա հստակ գիտեմ։ Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հաշվում ընդհանրապես, իրա ապրածը իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրեն չեմ հաշվում, բայց որ ճիշտն եմ ասում, նմանատիպ կառույց, որ կառուցել է հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ, բայց այն դիմացի, որ կանաչ տարածքների մեջ շենքշինություններ է կառուցել, այդ դրանք ուրիշ բան է։ Սա լինելու է բոլորի նկատմամբ, բոլորի, ոչ միայն Բալասանյանի։ Եթե ես սխալ եմ արել, իմ նկատմամբ էլ է կիրառվելու ու բոլորի նկատմամբ, իմ հետի աշխատողները բոլորը դա տեսնում են։ Պարոն Ղուկասյան, տեսեք, նմանատիպ ավականուն իստեր ամենայնպես մենք այստեղ գտնվող լրագրողներից երբեք չենք տեսել, միաձայն ընդունելով բոլոր հարցերը։ Ինչ է սա նշանակում, բոլորը համակարծիք են որոշեցին։ Դա գիտեք ինչից է գալիս այդպես։ Ես որ ներողություն 99 թվականին դարձա քաղաքապետ, ես ավականի չունեի։ Նախկին քաղաքապետերի բոլորը իրենց հետ էր։ Բայց բոլորը գալիս էին ու հստակ նորմալ գնում էր մեր աշխատանքը։ Դա հավանական է նրանից է, որ եկեղեցի որ մտնում աղոթք ես անում, ասում ես հայր մեր, չես ասում հայրի։ Այսինքն այդ որոշումները ոչ թե ինձ է առնչվում է բոլորին։ Եվ ԿՊ-ին, եւ ՀՀՇ-ին, եւ կոմունիստերին, եւ դաշնակներին, եւ մյուսներին, եւ քաղաքի ժողովրդին։ Եթե ամբողջ քաղաքին է առնչվում, ով պետք է դեմ քվարկի, ով պետք է ժողովրդին դեմ գնա, ով ժողովրդին դեմ կգնա, դուք եք ցուցադրեք, մենք էլ կասենք, որ տեսեք, այս մարդիկ քաղաքի զարգացմանը դեմ են։ Եվ ես գիտեմ, որ չի լինի մի կուսակցական պատկանելություն ունեցող անհատ, որ ասենք ժողովրդին դեմ գնա, իրենց ռեյտինգը դառնա, ես չգիտեմ, զերոյական մակարդակի։ Այդ սկզբունքն է, որ այդպես է։ Ղուկասյան, ԿՊԱ-ականներ ազգային ժողովում վերջերս բարձրացրել էին ձեր անվտանգության հարցը, հաշվի առնելով ձեր հայտարարությունը, որ ձեր դեմ մահափորձ է սպասվում, հələ այդ ինքնավախությունը առկա է։ Իրանք ինչ էին բարձրացրել, որից պաշտպանեն։ Վահագն Ալեքսանյանը ձեզ Աբրի Վահագ, վերջապես մի ճիշտ բան է անել։ Վերջապես մի ճիշտ հայտարարություն բերանից լսեցի։ Եթե հեգնանքով է ասել, ես չեմ էլ լսել ճիշտ ասած, եթե հեգնանքով է ասել, ես իրեն հեգնակով կպատասխանեմ։ Իսկ եթե ասել է իր խորոց սրտե, շատ ճիշտ է արել, լավ է արել։ Առկա է, հա, կարծում եք։ Մինչև 2007 թվականի մահափորձ կատարողների գործը չբացահայտվի,
4 հոգի մահացած հզոր տղեկի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ եւ փոխքաղաքապետի նկատմամբ այդ մարտահրավերությունը չբացահայտվի, միանշանակ վտանգը կողքդ կանգնած է հիմա, քո կողքն է կանգնած։ Իրանք մեզ լսում են։ Իրանք մեզ լսում են։ Պարոն Ղուկասյան, աշխատավարձերի հետ կապված դուք հայտարարել եք, որ աստիճանական Հիմա բարձրաձայնում եմ հաջորդ ամիս ավականունիստը լինելուց հետո 20%, 20-ից 30% բարձրանալու է բոլորի աշխատավարձը։ Բոլորի քաղաքապետարանի եւ ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, կանաչապահ բոլորի աշխատավարձերը 20-ից 30%-ով արդեն ձևավորված է, բարձրանալու է։ Միջոցների հաշիվը կտեսնես որտեղից՝ գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի եւ անփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որի ժամկետները անցել է 300-ն է, 300 է մնացել։ Մոտ 100 քանի միլիոն դրամ օդի մեջ է կախված։ Պատկերացրեք։ Ես չեմ ուզում վարկաբեկել խայտարակել, բայց հավատացեք, հիմա ինչ որ անում եմ ուժերից վեր գործ ենք անում։ Մինչև տարվա վերջ էլի կբարձրանա, մինչև տարեվերջ։ Չէ, հաջորդ տարի նորից կբա։ Ես խոսք էի տվել 50% պետք է բարձրացնենք։ Հիմա 1-ից 20-ից 30% բարձրացնում ենք։ Դա մեծ բան է։ Քանի որ աշխատակազմից խոսեցին վերջերս Facebook-ում հայտարարություն այստեղ խորհրդին չունեցող բաժնի պետի նշանակման մասին։ Խոսքը զբոսաշրջության բաժնի մասին է։ Սա ինչ բաժին է, ով է նշանակում։ Տուրիզմի բաժին։ Այսինքն չհասկացա ինչ ասեցիք։ Բաժինը չկար, բայց բաժնի պետ է Facebook-ում Facebook-ում նշել էր, որ Ես չգիտեմ այդպեսի բան։ Ես չգիտեմ այդպեսի բան չկա հավանական է դա ես այդպեսի բան չգիտեմ ով է ասել ինչ ասել, բայց ես գիտեմ որ ես նայել եմ այդպեսի բան չկա։ Պարոն Ղուկասյան, տեսեք նախկին ավականին որոշում ընդունեց դիմել վարչական դատարան Գյումրիի նախկին քաղաքապետերի, այդ թվում նաև ձեր եւ Սամվել Պալասանյանի օրոք օտարված որոշակի գույք վերադարձնելու Քնարիկ Հարությունյանի հարցը հենց վերաբերում էր դրան։ Չգիտեմ, պատրաստվում եք սպասել դատարանի որոշմանը, թե հետ կվերադարձնեք, այսպես ասած ինքնակամ, ինչպես ինքը առաջարկեց։ Սատենիկ ջան, ուրեմն մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին, գորկա այգին, ով է պահել, ով է աշխատացրել, ինչև այսօր, օազիսը ով է սարքել, Սայաթնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի, մտածեք այլ տեղեր, որ չեք գնում, չեք հարցնում։ Պարոն Ղուկասյան, ձեր նախկին խոսնակի շուրջ տեղ ունեցող իրադարձությունների հետևում եք եւ որևէ Իմ նախկին խոսնակը Լիլիթ Աղեկյանի մասին եմ ասում։ Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ։ Չնայած մենք իրար հետ չենք խոսում։ Ես ոնց որ դուրս եմ եկել քաղաքապետարանից, ուրեմն 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել։ Ես ասեմ ձեզ, որ շատ ցավում եմ այս պահին, որ ազատ աղջիկան տարեկալանավոր է։ Ինչի համար, խոսքի ազատության համար։ Եվ նաև այդ կերպ Եվ գիտեք ինչ, ասեք, կարող է բաներ կա, որ չեմ ընդունել, ընդուp մարդ եմ ուղարկի, ասել եմ, այդ քեզ սխալ ես պահում, այսպես պահի կամ այնպես պահի։ Այո, ես բաներ կա, որ չեմ ընդունում իր արածից։ Բայց այդտեղ էլ բաներ կա, որ պետք է իր կողմից էլ մեկ նայենք։ Ընդուp ինքը իմ ամենամոդիկի վրա բան է կրել։ Ամենամոդիկ, ինքը իմ ամենամոդիկ մարդկանցից մեկին դադի է տվել, ասեմ։ Մետրոպյան։ Չէ, իմ թիմի համար է շատերին բան է ասում, իմ թիմի համար է շատերին բան է ասում, բայց ես իրան սիրում եմ, ես իրա վրա շատ ամակ ունեմ, իրա սխալները ես համարում եմ, որ ես լավ չեմ իրեն զգաստացնել, եւ հավանական է ինքը որ դուրս եկավ, ինքը դուրս կգա անպայման, ես իրեն կզգաստացնեմ ավելի լավ կլինի, բայց ինքը որ լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրան սիրում եմ, հարգում եմ,
լավ աղջիկս է։ Դատապարտերի Իր այլ ցավը տանի Լիլիթից, դե գնացեք։ Բաղկացան դատապարտերի չի կնոջը այդ գիշերազգեստով Խայտարագություն է։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են ու մասնակից են եղել այդ գործընթացին։ Պարոն Ղուկասյան, դուք փաստաթղթերին արդեն ծանոթացել եք նախորդ իշխանությունների ու արդեն կան ինչ-որ բաներ, որ ինչ-որ խնդիրներ, խնդիրներ, որ պիտի Ինչ ասես կա։ Սպասեք։